Ձախ աչքի վիրահատությունից 5 տարի անց 65-ամյա Արփիկ Վանոյանի տեսողությունը հանկարծակի վատ թարացել էր։ Մի քանի ամիս առաջ զգացել է, որ աչքը չի տեսնում։ Ախորստի չեփից հետո չտեսա էլես աշկս։ Երեխեքին ասել աշկս չտենում, ասին էլ փոխարի իշկան։ Փոխի, ասենք կոյնու գես բայց չի տենում։ Ակնաբույժը կնոջն ուղղորդել է նյարդաբանի մոտ, որի ցուցումով էլ անցել է ԿՏ հետազոտություն։ Կոտեն էլ պատասխանեց, որ նորագույացությունն անգամ մոտառաջացե նստեների վրեն, սխում աշկը չտեսնում։ Կնոջը խորհուրդ են տվել դիմել Նայիրի բժշկական կենտրոն։ Նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Հակոբյանն առաջարկել է գոյացությունը հիպոֆիզի մակրոադենոման հեռացնել նորագույն մեթոդով, առանց գլխին կտրված քանելու։ Վիրահատությունը կատարվում է քթից, էնդոսկոպիկ եղանակով, նեյրոնավիգացիայի օգնությամբ։ Դուք տեսնում եք, որ այս սարքի մեջ արդեն ներբեռնված են հիվանդի MRT հետազոտման նկարները եւ այս ամենը սպիտակն որ տեսնում եք, բավականին մեծ չափերի, դա նորագոյացությունն է։ Այս հատվածում են գտնվում տեսողական նյարդերը, կոնկրետ դեպքում այս գոյացությունը սեղմել է տեսողական նյարդերը եւ հիվանդի մոտ առաջացել տեսողության վատթարացում։ Արման Հակոբյանի հետ վիրահատարանում աշխատում է հրավիրված բժիշկ դիմածնոտային վիրաբույժ Կարեն Սևտերտերյանը։ Բժիշկները դեպի գլխուղեղ մուտք են գործում քթից։ Մենք մտնում ենք, ընտրում ենք ուղին, քթի մեջի, այն որ ավելի կարճ է դեպի նորագոյացություն, ու եթե հիմա մենք ուղենք հայացքը դեպի նեյրոնավիգացիոն սարքը, մենք կտեսնենք, որ հենց նորագոյացության ստորին հատվածում են գտնվում։ Այս վիրահատությունը բժիշկները կատարում են միաժամանակ հետևելով երկու՝ էնդոսկոպի եւ նեյրոնավիգացիայի էկրաններին։ Արման Հակոբյանի խոսքով միայն էնդոսկոպի կիրառմամբ դժվար է ճշգրիտ որոշել ուռուցքի տեղակայումը եւ այն հեռացնել անվտանգ կերպով, առանց շրջակա հյուսվածքները վնասելու։ Նման վիրահատությունները կատարել առանց նեյրոնավիգացիոն համակարգի շատ ռիսկային է, ուստի եւ մենք դա ձեռք բերեցինք եւ արդեն 10 տարի է, ինչ օգտագործում ենք վիրահատությունները ավելի էֆեկտիվ եւ ավելի անվտանգ կատարելու համար։ Հիպոֆիզի մակրոադենոման բարորակ նորագոյացություն է, որն առաջանում է գանգի հիմքում, արտազատիչ հիպոֆիզի գեղձից։ Այն առաջացնում է կամ էնդոկրին խանգարումներ, կամ տեսողական։ Առավել շատ հանդիպում են տեսողական խանգարումները։ Շատ հաճախ մարդիկ տարիներով բուժվում են ակնաբույժի մոտ, բայց խնդիրը չի լուծվում։ Ուստի Արման Հակոբյանը հորդորում է ավելի ուշադիր լինել եւ տեսողական խնդիրներ ունենալիս անպայման հետազոտվել նաեւ նյարդաբանի մոտ։